Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում ձեզ, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք, այսօր խոսենք ամեթիստի մասին, որը հայերեն կոչվում է մեղեսիկ։ Հանքային քարը օժտված է ուժեղ բուժիչ հատկություններով, դա պայմանավորված է նրա մանուշակագույն եւ կարմիր գույներով եւ ճառագայթում է նմանատիպ էներգիա, որը մաքրում է օրգանիզմը եւ վերականգնում է այն։ Քարը նաեւ հանգստացնում է նյարդային համակարգը եւ վերացնում է զայրույթը։ Հիվանդին, այսինքն տիրոջը հեռու է պահում սատանայական գայթակղություններից։ Եթե քարը քննելուց առաջ դնեք բարձի տակ, ապա այն ձեզ կազատի անքնությունից, իսկ եթե դնեք ճակատին, ապա վերացնում է գլխացավերը։ Քարը դες արտերի ձևով դա լինում է վզնոցի ձևով, ապարանջանի եւ մատանու ձևով, որը դուք կարող եք կրել ձեր վրա եւ այդ հրաշալի էներգիաները ճառագայթելով տալով դեպի ձեզ դուք ազատվեք բազմաթիվ եւ գայթակղություններից եւ հիվանդություններից։ Հարգելի բարեկամներ, որտեղից կարող եք ձեռք բերել քարը, նորից եմ կրկնում, քարերը վաճառում են վերնիսաժում, որը դուք կարող եք այնտեղ ման գալ եւ այդ քարերը գնել, ինչպես նաեւ նորից եմ կրկնում այն խանութներում, որտեղ զարդեր են վաճառում, դրանցից մեկը մեր տան շրջակայքում է Բաղրամյան 85, դա թելերի խանութն է։ Սիրելիներս, ուզում եմ ձեզ ցույց տամ իմ շատ, այսպես ասած, մեր ժողովրդականություն վայելող ալկամագիրքը, որը ներառում է 170 տեսակ հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է համառոտակի եւ տրված են բուժումը շատ ընդարձակ ձևով, այսինքն բազմաթիվ դեղատոմսեր են ընդգրկված, որ դուք եթե մեկը չեք կարողանում, այսինքն հնարավոր չի դեռ բերել կամ կատարել, կարող եք մյուսը օգտագործել։ Գիրքը ունի իր պատկերասրահը, այստեղ կան բույսերի նկարները, որոնք ներառված են այդ դեղատոմսերում, տակը գրված է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Գիրքը ունի նաև քառալեզու բառարան, այդ 3 լեզուներին ավելացրած նաև անգլերենը։ Սիրելիներս, գիրքը ունի նաև հավելված, այս ինչ որ ես ձեզ ասում եմ, այդ բոլորը գրված են գրքում, ավելի մանրամասը, ավելի պատկերավոր ձևով։ Ուզում եմ ձեզ ցույց տամ իմ քսուկներից մեկը, որը կոչվում է Կարինե, շատ հրաշալի քսուկ է, շատ հրաշալի, ունի բաց դեղնավուն երանգ, գրեթե սպիտակավուն, պատրաստված է լրիվ բնական միջոցներից եւ մաքրում է մաշկը, տալիս է փայլ, էլաստիկություն, հարթում է մանր կնճիռները, մաքրում է պիգմենտացիայից, լավացնում հայերան շրջանառությունը, ունի հզոր ցավազրկող հատկություն, բուժում է վերքերը, ցավազրկող հատկության շնորհիվ դուք այն կարող եք օգտագործել մկանացավերի, նյարդացավերի, հոդացավերի համար, այն արագորեն ներծծվում է, հենց ձեր ձեռքի մեջ արագորեն ներծծվում է եւ անմիջապես զգում եք նրա բուժական էֆեկտները։ Ունի նաև իր այսպես կոչված նկարագրությունը այս բուկլետում, որտեղ գրված է հայերեն եւ ռուսերեն, թե ինչպես են օգտագործում եւ ինչ հիվանդությունների համար։ Այսօր այսքանը ցտեսություն, միշտ նոր հանդիպում։ Եթե կունենաք հարցեր, ապա դիմում եք Պուշկինի 38 տեղեկատվության եւ բուժման համար, իսկ ձեր կոմենտները կարող եք գրել, ձեր կարծիքները կարող եք գրել, ես կկարդամ եւ հաշվի կառնենք
ձեր առաջարկությունները, ցտեսություն։